Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում ես կզրուցեմ մեր քաղաքը դաշինքի ավականու ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Գրիգորյան, եկեք մեր զրույցը սկսենք նախորդի դեպքերով, միջադեպերով, ձեր մեկնաբանությունը այս ամենին ինչ կասեք։ Մեկնաբանությունը երեք բավականին հստակ ասել եմ, որ սա իշխանական ռեպրեսիաներ էր, որ փորձեցին Գյումրի քաղաքում անել ու հատկապես իմ թիմի նկատմամբ, իսկ ինչու դա բնական է եւ նաեւ հասկանալի է, որ այս քարոզարշավի ընթացքում նամանավանդ վերջի օրերը այդ բազմամարդ հրապարակները եւ տալիժները տվեցին վերջնական իրենց արդյունքը եւ իշխանական ներվը չդիմացավ, որի արդյունքում բավականին վատ քայլ որոշեցին անել ի վնաս իրենց։ Միանգամից պիտի ասեմ, որ ի վնաս իրենց եւ ի վնաս իրենց տեխնազուի, քանի որ ել եմ ասում, ընտրություններին 2-3 օր է մնացել եւ 2 օրվա ընթացքում փորձել նմանատիպ բաներ, նմանատիպ շոուներ 2 օր ես չկարողացա ոչ մի կերպ քարոզարշավ անել։ Այսինքն մեծ լուրջ միջոցառումներ ունեի 2 օրվա վրա պլանավորած, որի արդյունքում ես չկարողացա 3 ամբողջ օրը իմ գրասենյակները պարալիզացված է եղել։ Բոլոր թիմագիծներից կարելի ասել շատերին գրասենյակային աշխատողները բոլորը հարցաքննության են եղել։ Հորս տղայիս ձերբակալել են, տարել են Երևան, կեսը Երևանում, կեսս այստեղ փորձել ենք հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչ է ուզածները ընդհանրապես։ Եվ ստացվեց հասկանալ։ Ճիշտ ասած, այդպես է, այս պայթերությամբ հասկանալի չէ, բայց քաղաքական առումով իհարկե հասկանալի է։ Քաղաքական առումով լրիվ պարզ է արածներն ինչ է։ Դրանով փորձել շեղել, փորձել են ճիշտ ուղուց տանել, փորձել հավասարակշռությունից հանել, փորձել դրանով այն հաղթական քայլերով առաջ գնալս որոշակի չափով կասեցնել։ Ընդամենը իրենց մոտ հաջողվեց 2 օրվա քարոզարշավը կանգնեցնել, թե չէ մնացած առումներով իդեպ ասեմ երեկվա մեջ կարողացել եմ մի 10 օրվա քարոզչական առումով մի 10 օրվա աճ տալ։ Ինչպես։ Շատ սովորական։ Իրենց արածը իրենց դեմ օգտագործելով։ Իրենք արեցին եւ մնացին իրենց արածի տակը։ Իրենք դրանով փորձեցին, բայց պիտի կարողանային հասկանալ եւ պատկերացնել եւ մարդու անցած ճանապարհը պիտի նային, տեսնեին թե այդ մարդը արդյոք այն մարդն էր, որ կտրվեր այդ պրովոկացիաներին եւ այդ ամենի մեջից կորուստով դուրս կգար։ Պիտի այդ կանը իշխանությունը պարտավոր էր հասկանալու, գիտակցելու եւ չաներեն ինչ որ արեց։ Արդյունքում փորձեցին վնասել, փորձեցին ընտանիքիս անդամներին կբնելով ինձ հետ անձնական ինչ-որ հարցեր կարգավորել, բայց արդյունքում արեցին շատ վատ բան։ Այսօր քիչ առաջ հարցազրույց էի տալիս հանրային հեռուստատեսությանը, Գյումրու դրամատիկական թատրոնում, եւ քաղաքացիները մոտեցան մի քանի հոգի, մոտեցան ասեցին. «Մինչև 3 մենք ունեցել ենք մեր տեխնազուն ընտրելու։ Երեկվա այդ ամեն ինչով պայմանավորված այսօր ձեզ հստակ ասում ենք, շնորհակալ ենք, ապրեք դուք, մեր որոշումը փոխվել է եւ մենք ընտրելու ենք ձեզ»։ Այսինքն այս ձերբակալությունների արդյունքում որևէ հանգամանքների հայտ չեն եկել հաշվի առնելով հակակոռուպցիոն կոմիտեի տարածած այն տեսանյութը, որտեղ ձայնագրություններ էին հրապարակել, ի վերջո ինչ հանգամանքներ են իհայտ եկել, ինչ որ բաներ պարզել են թե ոչ։ Այդ հակակոռուպցիոնը մյուսը այդ փոթորիկ էր մի բաժակ ջրի մեջ։ Ուրիշ ոչինչ։ Անլուրջ, անհեթեթ այդ շիբինապատումը, չգիտեմ, այնտեղ էլի ինչ որ երեք իմացա, արդեն ինչ որ փայդի մասին են խոսում, վառելափայդի մասին են խոսում, դուք Գյումրիում եք, դուք գյումրեցի եք,
եւ լավ հասկանում եք։ Այդ նույն շիբինապատումը, այդ նույն փայդի հանգամանքը, այսօր այդ նույն փայդը քաղաքապետարանը չի տալիս։ Մյուս մեր հասարակական կազմակերպությունների աշխատագիցները չեն անում այդ ամենը։ Ես փայդի հետ ընդհանրապես կապ չունեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց վերցնենք։ Այդ նույն շիբինապատումը չի արվում, մինչ օրս Գյումրիում չի արվում է, չէ՞։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիները դիմել են, թաղի բնակիչները դիմել են քաղաքապետարան, ստացել են մերժում, չեն արել, եւ քաղաքացիները դիմել են իրենց պատգամավորին, իրենց թաղի տղային դիմել են, խնդրելով, որ շիբինապատում արվի, իրենց թաղն էլ կարգավորվի։ Շատ լավ, պարոն Գրիգորյան։ Ժամկետներն էլ այն ժամկետների մեջ է, որ այս քարոզարշավի շրջանակներում չէ։ Ու բերել փորձել մեգի ներկայացրած այդ չգիտեմ ինչով ամբողջ քարոզարշավը, որ ես որպես Մարտուն Գրիգորյան տեխնազու աշխատել եմ բոլոր կարմիր գծերը պայել, աշխատել եմ հանգիստ, նորմալ, ես իմ քարոզչության վրա եմ աշխատել, ես իմ ծրագրերի վրա եմ աշխատել, ես ընդամենը ներկայացրել եմ իմ թիմը։ Ու արդյունքում գալ ու այդ մարդու հետ փորձել նմանատիպ խաղերի մեջ մտնել, հասկանալի էր, որ վերջը էս պիտի լիներ։ Եթե անդրադառնանք ձեր ծրագրերին եւ ձեր թիմին, դուք ներկայացրել եք ավականու 34 հոգանոց ցուցակ, այն ինչպիսի մարդիկ են ձեր կողքին, ովքեր են եւ ինչ ծրագիր եք ներկայացրել այս ընթացքում քարոզարշավի ընթացքում։ Դե այդ թիմի հետ կապված բազմիցս խոսել ենք, այս քարոզարշավի շրջանակներում ներկայացրել ենք մարդիկ, ովքեր որ աշխատում են, աշխատող մարդիկ են, ամեն մեկը իրենց ոլորտում հաջողություններ ունեցած մարդիկ են, եւ այս քարոզարշավի ընթացքում է ժամանակը եւ կյանքը ցույց տվեց, որ մեր թիմը բավականին լուրջ, պրոֆեսիոնալ, համախմբված ու ճիշտ քարոզչություն կարողացավ կազմակերպել, անել ու թիմը այսպես իրար հետ շատ ստացված աշխատանք է կատարում։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այնպիսի ընտրություն անենք, որ վաղը մյուս օր այդ նույն տեխնազուները, ովքեր որ դառնալու են վաղվա ապագա ավականիները, այդ մարդկանց միջոցով մենք կարողանալու ենք համախմբված ու ճիշտ աշխատանք տանել Իշա Գյումրի քաղաքի։ Այ պարոն Գրիգորյան, որոնք են ձեր ծրագրերի առաջնահերթությունները, որոնք այսպես առաջին պլանում եք դրել եւ կիրագործեք, եթե լինեք Գյումրիում իշխանություն կամ գուցե ավականու անդամ, որպես անդիմություն լինի ձեր թիմը, այսպես ասած։ Մենք ավելի շատ դիտարկում ենք որպես քաղաքապետի թիմ եւ տրամադրված ենք որպես քաղաքապետի թիմի, նաեւ հենց ծրագրերը կազմել ենք այդ սկզբունքով, որ որպես քաղաքապետ կարողանալու ես այդ ծրագրերը կյանքի կոչել, իսկ ընդանուր խնդիրները հասկանալի է Գյումրիում նոր հեծանիվ հորինել պետք չի, դա անօթևանության խնդիրն է, որը քարոզարշավի ժամանակ նույնպես մենք տեսանք, նույնպես կրկին համոզվեցինք, որ առաջնահերթ խնդիրը անօթևանության խնդիրն է, փողոցաշինության խնդիրն է, աշխատատեղերի խնդիրն է, ինչ կանել, որ աշխատատեղերի խնդիրը ուղիղ քաղաքապետի հետ չի առնչվում, բայց այնուամենայնիվ նաև քաղաքացիները քաղաքապետից ակնկալում են աշխատատեղեր, որը որ մեծ հաշվով անուղղակի ձևով քաղաքապետը իմ պարագայում, երբ որ մենք փորձենք Գյումրիում տուրիզմի հետ կապված մեր ծրագրերը զարգացնենք, արդյունքում մենք նաև կունենանք աշխատատեղերի խնդիր, մասնավորի հետ կապված, բայց կունենանք աշխատատեղի խնդիր, փորձելու ենք նաև այդ տարբերակով այդ խնդիրներին լուծումներ բերել։ Այ ինչպես, ինչ լուծումներ եք փնտրում, գուցե ներդրումների առումով կուսակցություններից կամ դաշինքների մի մասն ասում է Ռուսաստանի Դաշնությունից կբերենք ներդրումներ, մյուս մասն ասում է Եվրոպայից, այն մյուս մասն էլ ասում է Գյումրու Սփյուռքից, դուք որտեղից եք բերում։ Ուրեմն հասկանալի է, որ Գյումրու բյուջեն շատ փոքր է, որ կարողանաս Գյումրի քաղաքի խնդիրները լուծես, կենտրոնական բյուջեից եթե իշքան կամ քանի տոկոսը պիտի կա, որ Գյումրիում կարողանաս այդ խնդիրներին լուծես, այդ էլ պիտի լուրջ հաշվարկ լինի, պիտի մեջը լինես, որ կարողանաս այդ լուրջ հաշվարկները ունենաս, հասկանալի է, որ ամեն մեկը
ով քննիչու դաշնանում է, ինքը վերլուծություն է անում կամ ասում է այս կամ այն, այդ մեջը պիտի լինես, որ ավելի մանրամասը հասկանաս, իսկ ինչ մնում է բնակարանաշինությանը կոնկրետ, փողոցաշինությանը իհարկե այդ գումարները պիտի կա պետական բյուջեից։ Որտեղից պիտի կա։ Պիտի կա պետական բյուջեից 36-37 տարի Գյումրեցին սպասել է։ Այսինքն կառավարության փորձեն ասել, թե մյուս քաղաքները ինչ է լինելու, բա Գյումրեցին 36-37 տարի սպասում է։ Եվ այս ընթացքում պիտի այդ ամեն ինչը արված լիներ։ Եվ Գյումրեցին իշխանափոխություն են նույն Գյումրեցին արել, որովհետեւ ինքը տեսնի այստեղ վերջնականապես անով տևանության խնդիրը կարգավորված։ Իսկ 7 տարվա մեջ ինչ է տեսել Գյումրեցին 5 սոցիալական շենքեր ընդամենը 7 տարվա մեջ։ Իսկ եթե համեմատության մեջ ենք նայում նախկին իշխանությունների հետ 7 տարվա մեջ ինչքան էին կառուցել շենքեր, բնակարաններ նախկին իշխանությունները, իսկ այս իշխանությունը, որը ասում է բացարձակապես ինքը փողի խնդրեմ չունի։ Այդ նույն իշխանությունը, որ փողի խնդրեմ չուներ, ինչի այս պայթորության բանոտևանության խնդիրը չի կարգավորվել։ Այ նմանատիպ բաների վրա պիտի ուշադրություն դարձնել։ Իսկ ես որպես գործող ազգային ժողովի պատգամավոր բնականաբար լավ հասկանում եմ եւ լավ պատկերացնում եմ, թե որ գումարները որտեղից պիտի պահանջես։ Իհարկե սպյուրքը կա։ Իհարկե սպյուրքի տեղը բոլորս էլ գիտենք։ Սպյուրքը հայ գյումրեցիների տեղն է գիտենք, գործարար գյումրեցիների տեղն է գիտենք, բայց այսօր գազ ասես գյումրեցիներին, թե գիտեք ինչ կա, ինձ ընտրեք, ես 200 միլիոնի տեղ գիտեմ կամ 500 միլիոնի տեղ գիտեմ, բայց ձեր գործը չէ, ես ցեզի չեմ ասում որտեղից եմ այդ գումարը բերում ու հստակ թվեր կամ 10 միլիոն, չգիտեմ դոլար էին ասում, ինչ են ասում, հա, չգիտեմ ոբշեմ ինչեր էին ասում, ու խելքը ինչ փչի հստակ կարևորը վստահ ասի։ Վստահ ասի, ես կամ փող բերել եմ, գիտեմ տեղը կբերեմ։ Այդ այդպես չի էլի։ Ես լուրջ մարդ եմ եւ չեմ կարող այդ կարգի անլուրջ բաներ ինձ թույլ տալ։ Քանի որ մարդկանց օդի մեջ ասել, որ այստեղ փող կա, այնտեղ փող կա, չէ։ Դու պիտի հստակ փողի տեղը ասես, որ փողը կոնկրետ պատասխանատուն կառավարությունն է, կառավարությունը պիտի բերի անի ժողովուրդ ջան։ Ես որպես գործող արդեն քաղաքապետ ընտրված, ես բոլոր պատգամավորների հետ պիտի կարողանամ ճիշտ համագործակցություն անեմ։ Պիտի ավագանին է որոշակի չափով այն գլոբալ խնդիրներին ընդཐུպ մինչև ընդդիմությունը։ Պիտի բոլորս կուռ լինենք, այսինքն այն ինչ որ կառավարությունից ենք բերելու, ներքին հարցերի շուրջ ընդդիմադիր լինել, այսինչ հոտված է, այսինչ ծախս է, այն ինչը կարելի է ընդդիմություն իշխանություն իրար հետ ունենան այդ բանը, բայց այն որը որ գլոբալ է, ես այսպես եմ պատկերացնում, որ բոլորս միասին պիտի այդ գլոբալ հարցերում համամիտ լինենք եւ փորձենք բոլորս միասին պահանջենք, ընդཐུպ մինչև պատգամավորները։ Ընդդիմադիր թե իշխանական, պիտի բոլորով փորձենք այդ գումարները բերենք Գյումրի քաղաք ու այդ խնդիրներին լուծում տալ։ Իսկ բարերարների մասով արդեն քաղաքապետի շատ բան է կախված։ Ինչ է կախված կոնկրետ։ Կոնկրետ, որ քաղաքապետը կարողանա նույն քույր քաղաքների հարցը։ Այսօր կա, չգիտեմ, ես այսքան տարիների ընթացքում այդ քույր քաղաքների իմաստը այդպես է չտեսա։ Կարող է մանր մուներ ինչ որ բաներ եղած լինի, բայց ինչ որ մի բանի պիտի ինքը ծառայեր, թե չէ։ Գյումրի քաղաքը դրանից պիտի շահեր, թե չէ։ Նյութական առումով, զարգանալու առումով, փորձի փոխանակման առումով ինչ որ բան պիտի լինի, թե գնացինք, կարևորը այդ երկրում էլ եղանք, կարևորը մեզ այնտեղ տեսանք, կարևորը ձևի համար մի հատ թուղթ ստորագրեցինք, բերեցինք այստեղ արխիվացրեցինք ու վերջ։ Մենք ինչ տվեցինք փորձը, այնտեղից ինչ բերեցինք։ Ես այս ընթացքում հանդիպել եմ IT ոլորտի մասնագետների հետ, մի մասի հետ, գյումրեցիների հետ ծրագիրը քննարկելուց հրավիրել եմ եւ ասել եմ տղեկ ինձ ասեք որպես աբագա քաղաքապետի ինչ կառաջարկեիք, ինչ ծրագրեր, որի արդյունքում Գյումրին կզարգանար, որի արդյունքում ինքը ավելի
այս նորարարական վիճակների մեջ կլիներ։ Տղեկը շշմելու գաղափարներ ունեն։ Հետաքրքիր ծրագրեր, տարբեր տեսակի ծրագրեր, որը արդյունքում կարելի է դարձնել Գյումրիում որպես Գյումրու բրենդ, հետո այդ բրենդը ծրագրային առումով վաճառել այդ նույն քույր քաղաքների վրա։ Որպես գործող ծրագիր վաճառել մի քանի $100,000 օրինակի համար։ Ու այդ մտներ Գյումրու բյուջե։ Տեսեք, մենք գնում ենք, մտածում ենք, որ այստեղից պիտի խնդրենք, այնտեղից ես այսպես եմ պատկերացնում, քաղաքապետը պիտի լինի լավ, ուժեղ, խոսքի տեր մենեջեր, որի արդյունքում աշխատողը պիտի զգաց լինի, պիտի գիտակցի իր պարտականությունը եւ իր պարտականությունը հստականի։ Իսկ քաղաքապետն պիտի գիտենա, որ այնպիսի թիմ է ձևավորել, ոչ թե խնամի բարեկամ ծանոթ այդ կարգավիճակի մեջ, որ հետո դրան ծերը կրագնի, այլ մասնագետներով։ Ու արդյունքում այդ մասնագետները պիտի աշխատեն, իսկ քաղաքապետը պիտի ժամանակ ունենա, որ այդպիսի գժական ծրագրեր նստել, ժամանակ տնել երիտասարդների հետ, ավակների հետ, գործարարների հետ, իդեպ իմ ընդրվելու պարագայում ունենալու եմ նմանատիպ խորհուրդներ ավակների, երիտասարդների, քաղաքաշինության, ճարտարապետների նմանատիպ խորհուրդներ եմ ունենալու եւ այդ խորհուրդների միջոցով туриզմի ոլորտի եւ այդ խորհուրդների միջոցով փորձելու ենք աշխատել քաղաքապետը ճիշտ թիմը ձևավորելուց հետո ինքը իրեն ազատ ժամանակ է գտնելու, որովհետեւ այդ մարդկան պոտենցիալը օգտագործի, բազա վերցնի ու այդ նույն աշխատողների վրա դնի պարտականություն, հանձնարարություն, որովհետեւ այս ծրագիրը իրականություն դարձնի։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, ձեր առաջնահերթությունները այս առումով հասկանալի են, իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Տրամադրությունները ինչպես են քարոզարշավի ընթացքում։ Տրամադրությունները քարոզարշավի ընթացքում շատ լավ է։ Մարդիկ նորմալ ընդունում են, մարդիկ նորմալ ընկալում են, չնայած նրան, որ իշխանական թևը ամեն կերպ փորձեց իր վարկագծով փչացներ այս ընտրությունների այդ տրամադրությունը, բամպասանքի էժան, այն մանր բամպասանքչու մագարտակի ընտրություններ քարոզարշավ վերջում դարձրեցին, փորձելով մարդկանց վարկաբեկել, մարդկանց անձնականներին կպնել, մարդկանց չգիտեմ ինչ եւ դրանով արդեն դարձնել մի հատ անհասկանալի բան։ Ես ուրախ եմ, որ մենք չտրվեցինք այդ ամեն ինչին եւ մենք մեր թիմով հստակ գնացինք, մեր սեռագիրը ցույց տվեցինք, որի արդյունքում շահել են գյումրեցիների համակրանքը։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք շահել ենք գյումրեցիների համակրանքը, իսկ թե ինչ արդյունք ունենանք, այդ արդյունքի մասին բնականաբար ես չեմ խոսի այս պայթերությամբ, քանի որ գյումրեցիների փոխարեն ես չեմ ուզում խոսել։ Գյումրեցիները Քվեաթերթիկ համար 8 Մարդուն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում զրուցում էի մեր քաղաքադաշինքի ավական ու ցուցակը գլխավորող Մարդուն Գրիգորյանի հետ։